Երևանի քաղաքապետարանից ենք, ոստիկանության հետ համատեղ ծառայություն ենք իրականացնում, որպես սահմանափակման ենթակա օբյեկտ, հիմա ոստիկանությունը մի հատ ուսումնասիրություններ անի, մենք էլ մեր մասով արձանագրություն պետք է կազմենք։ Ինչ եք անում ստե, հանրապես։ Ինչ գործ են եք։ Սիրողական ներսում։ Արջ կա, չէ՞ ես կողմ։ Ուր է ձեզ թույլտվությունը, որ դուք իրավունք ունեք ու թույլտվություն ունեք մերսման։ Մոտենա ձեր բոլոր հարցերին կպատասխանի, լավ։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողների եւ ոստիկանության կենտրոնական քննչական բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացնում են միջոցառումներ, կոնկրետ այսօր Պարոնյան Լեո այդ հատվածում սահմանափակման ենթակա օբյեկտների, այսինքն այդ մերսման սրահների մասով միջոցառում ենք իրականացնում։ Մերսման սրահները գործում են առանց համապատասխան թույլտվության։ Անձը հաստատող փաստաթուղթ, մեկ է ՍՊ ներկայացնում հաստատություն բանոսում։ Այդ փաստաթղթերը իմ մոտ չէ, բայց անձնագրից հիմա բերեմ։ Չէ, հաստատությունն էլ է պետք, որ հաստատենք։ Թույլտվությունն է պետք ձեր։ Ուր է ձեր թույլտվությունը մոտեցրեք։ Ոստիկանությունում, քննչական վարչությունում մեր տեղեկություններով հարուցված է քրեական գործ, ըստ որի հիմա մենք մեր մասով արձանագրություն կկազմենք, ոստիկանները եւ քննիչները այս պահին աշխատում են։ Հիմա մեր պատասխանատվության տակ է, եթե մենք ինքստեղ ասում, եթե մենք ստեղ ենք արդեն, ուրեմն մեր Այդ հեռախոսը անջատել եք, գրեթե եկել է։ Ես նկարելու սովորություն չունեմ հարկերից։ Տեսախցիկից խուսափում եք, չեք խուսափում, որ առանց թույլտվության պետքա չանեք։ Հասկանում եմ ինչ եք Ինչ եք հասկանում։ Քանի անգամ են ձեզ զգուշացրել, որ չի թույլատրվում, այս ինչ գործունեություն, որ իրականացնում եք, սրա համար թույլտվություն է պետք։ Դուք իրավունք չունեք առանց առողջապահության նախարարության կողմից, առանց լիցենզավորված մերսովու սիրողական մերսումներ իրականացնել։ Գովազդային ցուցանակները բազմիցս անգամ մենք փոխել ենք, տարել ենք, արձանագրություններ են կազմվել թե գովազդային ցուցանակների մասով, թե սապորինի իրենց գործունեության մասով, սակայն այս տնտեսվարողները իրենց ապօրինի գործունեությունը շարունակում են, քաղաքապետարանը եւ ոստիկանությունը հետեւողական են լինելու, որպեսզի նման դեպքերում հայտնաբերվեն, տուգանվեն եւ հնարավորության դեպքում նաեւ փակվեն։ Դու հանդիսանում եք դեպքի վայրի հանրությունը մասնակից, կխնդրեմ ցույց տալ ձեր տարածքը։ Այս պահին արձանագրություն են կազմում, ոստիկաններն ու քննիչներն էլ իրենց համապատասխան գործողություններն են իրականացնում։ Տուգանք է նախատեսում առաջին անգամը 50-ից 100,000 դրամի չափով, երկրորդը 100-ից 200,000 դրամի չափով։ Կոնկրետ այս 3-4 օբյեկտները այսօր կփակվեն, կկնքվեն եւ քննչական վարչությունը հետագայում կանի իր անհրաժեշտ քննչական գործողությունները։